Վստահ եմ, որ 2025 թվականին շատ փորձությունների միջով եք անցել, որոշներն էլ անգամ մոռացել եք, բայց հարց, ինչ եք անում, երբ դժվարությունները գալիս է մեծ թե փոքր, ինչ եք անում։ Իսկները ստանում են տիրոջ վրա, որտեղ սիրան հնարավոր։ Ինչպես։ Աղոթել մարդուն եղբայրան, երբ որ գալիս է փորձությունը, աղոթել եմ։ Շատ լավ, իսկ դա ձեր առաջի ու միակ քայլն է։ Չէ, տրտմել եմ, որ փորձությունը եկե տրտմել եմ։ Չէ, բացի տրտմությունը, այսինքն երբ որ փորձությունը գալիս է, պիտի այդ իրավիճակից դուրս գալ, չէ։ Ինչ եք անում այդ ժամանակ։ Հա։ Աղոթել եմ Տիրոջը, որ եւ իմաստություն տա եւ զորություն։ Որ կարդալուց էլ կարդում ես, ուրախություն ա տալի, մոռանում ես ամեն ինչ, իմանալով, որ արդեն Աստված ինչա քեզ խոստացել։ Շատ լավ, շատ լավ։ Իսկ եղել է, որ վշտերի, տառապանքների մեջ դիմես Աստծուն եւ խնդիրները լուծվի։ Հա, եղել է ինձ, հա, ես դիմել եմ, Շատ լավ, կուզեմ ես տարեվերջյան մեր պատգամով որոշ մխիթարություն տալ ձեզ եւ վստահություն, բացեք իմ այդ Սաղմոս 13-ը, այսօր Սաղմոս 13-ը պետք է ուսումնասիրենք, որ ձեր հետագա քայլերի մեջ ամեն անգամ չփնտրեք ուրիշ ելք։ Գիտեք, այսօր աշխարհիկ մարդը, գիտեք ինչ ողբալի վիճակի մեջ է, երբ որ ինքը ընկնում է տառապանքների ու ցավի մեջ, ինքը անընդհատ ման է գալիս բարեկամ, հարազատ, եթե հիվանդ է բժիշկներ, եթե ֆինանսական, ապա սանիկ ու քավորներ եւ այլ, որտեղ իրենց միտքը նորոգված չի, իրենց ակնկալիքը ուրիշ աղբյուրներից է, բայց փառք մեր Տիրոջը ու այս տարեվերջյան պատգամը թող լինի մեզ համար կյանքի բոլոր օրերի համար կիրառելի։ Եկեք կարդանք Սաղմոս 13-ը։ Ով Տեր, մինչև երբ ես ինձ մոռանալու, հավիտյան, մինչև երբ ես քո երեսն ինձանից ծածկելու, մինչև երբ եմ հոգուս մեջ խռովելու, ամեն օր սրտիս մեջ տրտմություն ունենալով, մինչև երբ է թշնամիս վրաս բարձրանալու։ Նայիր ով իմ Տեր Աստված ու լսիր ինձ, լուսավորիր իմ աչքերը, որպեսզի մահվան քնով չքնեմ։ Չլինի թե թշնամիս ասի հաղթեցի նրան, կամ թե ինձ նեղողներն ուրախանան, որ սասանվեցի։ Բայց ես քո ողորմությունը, խնդրում եմ, էլի անջատեք միկրոֆոնը։ Բայց ես քո ողորմությանը հուսացի, իմ սիրտը քո փրկությամբ է ցնծալու։ Երգելու եմ Տիրոջը, քանի որ ինձ հետ գթառատ վարվեց։ Ամեն։ Այս Սաղմոսը չենք կարող հստակ վերագրել Դավթի կյանքի ինչ որ իրադարձությունների հետ, այլ միայն կարող ենք ենթադրություններ անել։ Միգուցե սա Սավուղի հետ էր կապված, միգուցե այլ պատճառներ կար, այլ խնդիրներ կար։ Բայց եկեք անունը դնենք օրինակ, Սավուղի հետ էր կապված, բայց այստեղ կոնկրետ Սավուղը չի խնդիրը։ Բայց որ լուրջ խնդիր կա, դա ակնհայտ է։ Այս Սաղմոսը արտացոլում է Աստծո ժողովրդի զգացմունքները, որոնք անընդհատ ենթարկվում են տարբեր կրքոտ փորձությունների եւ գայթակղություններին։ Եթե ձեզանից որևէ մեկը այս կարճ Սաղմոսի լեզվին ծանոթ չէ, ապա նա շուտով կծանոթանա դրան։ Եթե իհարկե նա Տիրոջ սրտին համապատասխան մարդ լինի։ Այս Սաղմոսը կամ քարոզը վերնագրել եմ Դավթի բառերով. Ով Տեր, մինչև երբ։ Իր տառապանքների մեջ Դավիթը իր հոգին թափում է Աստծո առաջ։
Այո, Դավթի խոսքերը կարճ են, բայց այն խորն է եւ արժանի է հատուկ ուշադրության, ուսուցման ու խրախուսման համար։ Տեքստը բաժանել եմ 3 մասերի։ Առաջինը Դավիթի գանգատը, բողոքը տագնապի եւ անհամբերության մեջ, առաջի 2 համարները, Դավթի աղոթքը 3-ից 4 համարները, Դավթի ուրախության երգը 5-ից 6 համարները։ Գլխավոր միտքը հետևյալն է. քո բոլոր նեղությունների ժամանակ դիմիր Տիրոջը աղոթքով եւ նա քեզ կփրկի։ Քո բոլոր նեղությունների ժամանակ դիմիր Տիրոջը աղոթքով եւ նա քեզ կփրկի։ Եվ որպես գլխավոր միտք, որը վերցրել եմ փակագծերի մեջ, կուզեմ, որ հիշեք հետևյալն է. դու այնքան կմնաս խնդիրների մեջ, մինչև որ հավատով չդիմես Աստծուն։ Առաջին 2 համարներում մենք տեսնում ենք, որ Դավիթը 5 հարց է բարձրացնում, որոնցից 4-ը սկսվում է հետևյալ բառերով. մինչև երբ, այս խոսքերով, որը ըստ էության բողոքի խոսքեր են։ Նրա կրկնվող բողոքի խոսքերը վկայում են, որ Դավիթը անհամբերության եւ տագնապի մեջ է։ Առաջին համարում 3 հարց է առաջ քաշվում։ Արդյոք Աստված մոռացել է ինձ։ Նա հավիտյան է մոռացել ինձ։ Եվ երրորդը, արդյոք ինչ որ բան է կատարվում իմ հետ։ Այս 3 հարցերը մենք տեսնում ենք առաջի համարի մեջ։ Իսկ երկրորդ համարը անձնական բողոքի բնույթ է կրում այսպիսի խոստովանություններով հանդերձ. ես ջախջախված եմ, երկրորդի առաջի հատվածում ենք տեսնում, երկրորդ ես լքված եւ մոռացված եմ, երկրորդի երկրորդ մասում ենք տեսնում, ես ինձ ձախողված եմ զգում, երկրորդ համարի 3-րդ մասում։ Մինչև երբ մենք մեր սեփական փորձից շատ լավ գիտենք, չէ, թե ինչ է անհամբերությունը։ Քանի անգամ եք ձեր մտքում, մի հատ հիշեք, քանի անգամ եք դուք ինքներդ ձեր վշտերի ու տառապանքների, փորձությունների ժամանակ ասել. Տեր, մինչև երբ այս ամեն ինչը կրկնվելու։ Իր ժողովրդի, ուրեմն, տեսեք, մենք մեր, այսպես ասեմ, լավ, մենք մեր սեփական փորձից շատ լավ գիտենք ինչ անհամբերություն է։ Մարդու հոգին իր տառապանքի մեջ որոշակի թեթևացում է ստանում, հատկապես երբ աղոթքով իր դարդերն է թափում շնորհի գահի առջև, որտեղ մենք կարող ենք գտնել Տիրոջը, ով կարեկցում է իր ժողովրդի տառապանքներին եւ մտահոգված է նրա վշտերով։ Այսպիսով ինչի մասին է Դավիթը բողոքում։ Առաջին, Աստծո անուշադրության համար, կարծես թե, այսպես է Դավիթը մեկնաբանում, որը նրա թուլությունն էր։ Դավիթը կարծում էր, որ Աստված մոռացել է իրեն, մոռացել է իրեն տված խոստումները, մինչև երբ։ Թվում է, թե այս անվերջանալի ճիճը վերածվել է ոռնոցի։ Նրան թվում էր, որ Տերը մոռացել է իրեն տված ուխտը, նրան թվում էր, որ Տերը չի լսում իր ծառայի ձայնը, որ աշխարհում կա մեկը, ով կարիք ունի նրա օգնության եւ կարեկցանքի։ Նույն մտքով Սիոնն ասաց. Տերն ինձ լքել է, իմ Տերն ինձ մոռացել է, Եսայի 49:27-ը։ Սա մի աղաղակ էր, կարծես նա երբեք չէր ունեցել Աստված կամ Աստված չէր ունեցել նման զավակ։ Սա անհույս մարդու ճիչ էր։ Դավթի վիշտը այն արտահայտություններ չունի բացի մինչև երբ ասելուց, բայց նույնիսկ այս դեպքում Աստված հեռու չէր նրանից եւ Աստված հեռու չէ նաեւ մեզանից, երբ մենք կարծում ենք, թե մեր տառապանքների մեջ մնացել ենք մենակ եւ նա էլ մեզ չի լսում։ Աստված հեռու չէ մեր ողբերի ձայնից, քանի որ նա լսում է ոչ թե միայն մեր աղոթքի ճիչը, այլ հոգուն, Սուրբ Հոգուն, որը բարեխոսում է մեր փոխարեն, Հռոմեացիների 8:27-ը։
Մինչև երբ, ախ որքան է ձգվում չէ օրերը, երբ մեր հոգին ապրում է անհուսության մեջ, ժամանակը դժվար է չէ անցնում, այս փորձառությունների մեջով անցել եք, երբ որ խնդիրներ, տառապանքներ ունենում ենք, կարծես ժամանակը չի անցնում։ Ինչ դժվար են անցնում այդ րոպեները, երբ տխրությունը մեր սրտում է, որքան դանդաղ է ժամանակ անցնում այս փորձառությունը, ես ինքս եւ դուք նաեւ անցել ենք եւ դեռ կանցնենք։ Երկարատև վիշտը կարող էր վկայել մարդու սրտում բազմաթիվ մեղքերի առկայության մասին։ Ոչ մի աստվածապաշտ չի կարող կասկածի տակ դնել Աստծո ամենակարողությունը, ողորմածությունը եւ հավատարմությունը, բայց եթե առաջանում է վիշտ, գերիշխող վախ, որը երկարաձգվում է, մարդը կարող է մեղանչել եւ Աստծուն բողոքել։ Աստծուց ակնկալելով օգնություն, մեղանչել Աստծո դեմ։ Այո, այդպես է ստացվում։ Ինչպես Դավիթն էր անում։ Ակնկալում էր Աստծո դեմ, Աստծուց օգնություն, բայց անձամբ մեղանչում էր Աստծո դեմ։ Ուշադիր, հա։ Դավիթ, դու հիմարի պես ես խոսում։ Արդյոք Աստված կարող է մոռանալ։ Արդյոք Աստված, ամենագետ Աստված, իր հիշողության մեջ բացթողումներ ունի։ Եվ ամենակարևորը, կարող է Տիրոջ սիրտը մոռանալ իր զավակին։ Իսկ նա աղաղակում էր. Տեր մինչև երբ։ Եվ Աստծուն սիրող զավակը, որը երբևէ ունեցել է նման մտքեր, կզղջա եւ կհրաժարվի դրանցից։ Աստված չի մոռանում, ինչպես Դավիթն էր կարծում, բայց կարող է թաքցնել իր դեմքը, ուստի Դավիթը ցանկացավ վերականգնել Աստծո մեջ այն ներքին մխիթարությունը, որը մի ժամանակ ուներ։ Եվ դրանում մենք տեսնում ենք Քրիստոսի նախապատկերը խաչի վրա, որը աղաղակում էր. Աստված իմ, ինչու ինձ թողեցիր։ Աստված երբեմն թաքցնում է իր դեմքը իր սեփական զավակներից եւ թողնում նրանց խավարի մեջ։ Եվ սա ավելի խորը հետք է թողնում նրանց սրտերի վրա, քան որևէ արտաքին խնդիր։ Այսինքն, երբ որ մենք տեսնում ենք, որ կարծես Աստծուց պատասխան չկա, Աստված մեզ չի արձագանքում, նա կարծես թաքցրել է իր երեսը, սա ավելի ցավ է պատճառում, քան տվյալ պահին այն խնդիրները, որ ունենք։ Բայց պետք է հիշենք կարևորը, եթե անգամ մեր հայրն ու մայրը մոռանան մեզ, նա երբեք մեզ չի լքի եւ չի մոռանա։ Նա փորագրել է մեր անունը իր ափերի մեջ խաչի վրա, որը միշտ իր աչքի առջև է։ Բայց Դավթի մռայլ մտքերը կուրացրել էր հոգու աչքերը։ Եվ մենք նույնպես հաճախ տրվում ենք այս խելագար մտքերին ենթադրելով, որ Տերը անողոք է ու մոռացկոտ իր ժողովրդի նկատմամբ։ Բայց մոռանում ենք, որ նրա զայրույթը կարող է տևալ մեկ ակնթարթ գիշերը, բայց առավոտյան ուրախությունն է գալիս, ինչպես հենց Դավիթն է ասում Սաղմոս 30-րդ 5 Նրա բարկությունը մի գիշեր է, բայց սերը հավերժ։ Այո, կարող է որոշ ժամանակով Տերը թաքցնել իր երեսը մեզանից, բայց նույնիսկ այդ դեպքում նա հիշում է մեզ։ Երբ Տերը թաքցնում է երեսը, դա չի նշանակում, որ նրա սիրտը մոռացել է մեզ։ Սակայն Աստծո իսկական զավակների համար հոր բարեհաճության բացակայությունը իսկապես սարսափելի է, եւ նա խաղաղություն չի գտնի, մինչեւ չվերականգնի իր եւ հոր հարաբերությունները։ Երկրորդ համարը ուշադրություն դարձրեք Դավթի համար այս անհանգստությունը։ Տեսեք ինչ է ասում. Մինչև երբ եմ հոգուս մեջ խռովելու, ամեն օր սրտիս մեջ տրտմություն ունենալով, մինչև երբ է թշնամիս վրես բարձրանալու։ Առաջին նրան տանջում էր գլուխը լցնող անհանգստություններով, մինչև երբ եմ հոգուս մեջ խռովելու, ամեն օր սրտիս մեջ տրտմություն ունենալով։
Բնագրում այս համարը հետևյալ խոսքերով է շարադրված. մինչև երբ եմ հոգուս մեջ խռովելու, օր ու գիշեր սրտիս մեջ տրտմություն ունենալով։ Խռովել, օդիունաս բառն է, որը նշանակում է ցավ, տանջանք, տառապանք, տխրություն։ Այսինքն, դեռ քանի օր ու գիշեր է շարունակվելու հոգուս ցավն ու տառապանքը։ Դավիթը շուտ ուզում էր ազատվել իր վշտերից, եւ մենք բոլորս Դավթի զգացմունքներով անցել ենք եւ մեր մտքում մտորել ենք այն մասին, թե ինչպես խուսափել մեր վշտերից։ Եվ շփոթված ենք մենք զգում մեզ, երբ չունենք ընկեր կամ խորհրդատու, որին կարող ենք վստահել, ուստի անընդհատ ծրագրեր ենք մշակում ինքներս մեզ օգնելու համար։ Բայց մեր ծրագրերից ոչ մեկը չի աշխատում, ուստի չգիտենք ինչ անենք եւ մնում ենք շփոթության մեջ եւ անընդհատ ինքներս մեզ խորհուրդ ենք տալիս։ Անհանգստությունը ու շփոթմունքը ծանր բեռ են, որը հավատացյալը հաճախ իր վրա է դնում ավելին, քան արժանի է։ Եվ անօգուտ խորհուրդները ծանրացնում է տվյալ անձի հոգին։ Վշտերի մասին մտածելը տհաճ փորձառություն է, չէ՞, երբ որ մենք ընկնում ենք մեր վշտերի արքան այդ խնդիրների մտածմունքների մեջ, շատ տհաճ փորձառություն է դա։ Սա նմանեցնում եմ, գիտեք ինչի, երբ փոքր էի, հիշում եմ մայրս, երբ որ դեղ էր տալիս, հիվանդ էի լինում, դեղ էր տալիս, խմելու փոխարեն դեղը ես ծամում էի ու բերանս լցվում էր դառնությամբ։ Դավթի ուրեմն տխրության մեջ, որը լցրեց նրա սիրտը, գիշեր ցերեկ անհանգստություն էր իր սրտում։ Յուրաքանչյուր օր չլուծված խնդիրները նոր վշտեր են բերում։ Տեսել եք, որ անձրևից հետո նոր ամպեր են կուտակվում։ Այդպես են նաև տառապանքները երբ չեն լուծվում։ Եվ երբեմն վշտի ցավը սրբերի ամենօրյա կերակուրն է դառնում։ Նույնիսկ մեր ուսուցիչը վշտերի մարդ էր։ Դավթի ոխերին թշնամիները, միգուցե Սավուղը եւ նրա ենթակաները իրեն բարձր էին գնահատում նրանից, ուրախանում էին նրա դժբախտությունների վրա, վայելում էին նրա վիշտը եւ հույս ունեին լիակատար հաղթանակ տանել նրա նկատմամբ։ Դավիթը գանգատվում է նրանցից այս ամենը համարելով Աստծո, նրա զորության եւ նրա խոստումների անարգանք, պատկերացնում եք։ Եվ ինչպես է Դավիթը քննարկում այս խնդիրը Աստծո հետ, ասում է, որքան է սա շարունակվելու։ Հավիտյան, գիտեք, երկարատև տառապանքը փորձության է ենթարկում մեր համբերությունը եւ հաճախ հյուծում է այն։ Երբ աղետը երկար է տևում, մենք հաճախ գայթակղվում ենք մտածելով, որ այն հավերժ կտևի։ Ապա հուսահատությունը վերածվում է անհուսահատության, եւ նա, ով երկար ժամանակ զրկված է եղել ուրախությունից, սկսում է կորցնել հույսը։ Դավթի վիշտը կրկնապատկվեց այն փաստով, որ նրա չար թշնամիները հաղթանակ տարան, մինչդեռ նրա հոգին տառապանքի մեջ է։ Գիտեք, որքան անտանելի է տառապող ականջի համար լսել թշնամու ծաղրը։ Անցել եք հեչ այդպիսի փորձություններով, երբ որ դու տառապանքի ու ցավի մեջ ես, բայց քո չուզողները ուրախանում են դրանից։ Արդեն ասացինք, որ մինչև երբ հարցը տրվում է 4 անգամ, եւ սա պատահական չէ։ Դավթի դժբախտությունը քննվում է 4 տեսանկյունից։ Առաջին, ինչպես է այն երևում, ինչպես է իրականում, ինչ ազդեցություն է թողնում Դավթի ներքին վիճակի վրա եւ ինչ ազդեցություն է թողնում նրա շրջապատող թշնամիների վրա։ Երբեմն մեր տխրության գերեզմանի վրա տապանաքար ենք դնում։ Իսկ ինչու այդ դեպքում հուշարձաներ չենք կանգնեցնում մեր ստացած շնորհների վրա։ Մտածեք այս մասին։ Կուզեմ մի հատ կրկնեմ, երբեմն մեր տխրությունների, տառապանքների, վշտերի վրա տապանաքար ենք դնում։
Իսկ ինչու այս դեպքում հուշարձաներ չենք կանգնեցնում մեր ստացած շնորհների վրա, որը Տերը մեզ շնորհել է։ Եվ Դավթի բողոքները նրան մղում են աղոթքի։ Դավիթը այստեղ երկու համար սկսում է բողոքել, եւ մենք տեսնում ենք մի անգամից նա անցնում է արդեն աղոթքի 3-ից 4 համարները, թեպետ սա ժամանակ է, որը որ մենք խոսենք։ Նրա հոգում շրջադարձային պահ է գալիս եւ լացող Դավիթը շուտով կսրբի իր արցունքները։ Աստծո գահը վերակենդանացնում է հույսը, խռոված հոգին եւ վտարում հուսահատությունը։ Մենք պետք է զգույշ լինենք, որ անդրադառնանք միայն այն բողոքներին, որոնք արժան են նրան ներկայացնելու եւ որոնք մեզ ծնկի են բերում։ Որոնք են նրա խնդրանքները։ Առաջին, նայիր, այսինքն մտածիր իմ իրավիճակի մասին, լսիր իմ բողոքները եւ լուսավորիր իմ աչքերը։ Այսինքն, ամրապնդիր իմ հավատքը, քանի որ հավատքը հոգու աչքերն են, որոնց միջոցով այն նայում է դեպի երկինք եւ թեթևացնում է գտնված իրավիճակի մեջ։ Տերը Դավթին հնարավորություն է տալիս տեսնել անմիջական դժվարություններից այն կողմ եւ կանխատեսել դրանց երջանիկ ավարտը։ Երրորդ, թարմացրու իմ հոգին քո փրկության ուրախությամբ։ Այն ինչը վերակենդանացնում է ընկճված հոգին, կոչվում է աչքերի լուսավորություն։ Ինչ է նա խնդրում։ Դավիթը հիշատակում է Աստծո հետ իր հարաբերությունները եւ նրան իր մասնակցությունը, ասելով Տեր իմ Աստված։ Նա ընդգծում է իր տառապանքի ծանրությունը, որը պահանջում է անհապաղ թեթևացում եւ կարեկցանք։ Ուշադրություն դարձրեք Տեր իմ Աստված բացականչությանը։ Միթե մխիթարական չէ, որ Աստծո եւ մեր միջև կնքված ուխտը չի խաթարվում նույնիսկ փորձությունների ու նեղությունների պատճառով։ Մենք կարող ենք կորցնել լավ բաներ, բայց ոչ Աստծուն։ Երկնային ուխտը գրված չէ ավազի վրա, այլ քարի վրա է գրված։ Եթե նրա աչքերը անմիջապես չլուսավորվեն, ապա առաջին հերթին նա գալիս է այն եզրակացության, որ կարող է կործանվել։ Թույլ տուր, որ ես չքննեմ մահվան քունը, ես չեմ կարող ապրել այս անհանգստությունների ու վշտերի ծանրության տակ։ Սա էր Դավիթի ասածը. լուսավորիր իմ աչքերը, թող իմ հավատքի աչքերը պարզ տեսնեն, որպեսզի ես կարողանամ տեսնել Աստծուն այս խավար իրավիճակների մեջ։ Թող իմ աչքերը զգոն լինեն, որպեսզի ես կարողանամ տեսնել ճշմարիտ ուղին։ Լուսավորիր իմ ներքին խավարը, Տեր, լուսավորիր իմ ներքին խավարը։ Նա արդեն կարծես այն տառապանքների մեջ էր, որ իր խավարի մեջ նա անգամ չէր կարողանում տեսնել հույսը, չէր կարողանում տեսնել Տիրոջ մխիթարությունն ու ողորմությունը։ Խորհուրդ բոլորիս, աղոթքը թող երբեք չհեռանա մեր շուրթերից, քանզի մենք կարիք ունենք Սուրբ Հոգու պայծառ լույսին։ Թող չքնեմ մահվան քնով, ասում է։ Ինչպես խավարը քուն է բերում, այնպես էլ հուսահատությունը ծանրացնում է մեր կոպերը։ Տեսողությունը մթագնող հուսահատությունից մինչև մահվան քունը ընդամենը մեկ քայլ է։ Այսինքն, երբ մեր հոգու աչքերը կուրանում են, գնում ենք դեպի կործանում։ Մենք արդեն երբ որ մեր հոգու աչքերը կուրանում են, մենք էլ Աստծու մոտ մխիթարություն, օգնություն, ողորմություն, փրկություն էլ չենք տեսնում։ Դրա համար ինչքանով է անհրաժեշտ հավատացյալի աղոթքը, հարատև ամեն ինչի մեջ եւ ամեն ինչից առաջ։ Դավիթը վախենում էր, որ փորձությունները կտանի իրեն գերեզման, ուստի նա իր վախը հայտնեց Աստծուն աղոթքով։ Վերջապես նա եկավ այդ վիճակին, հայտնեց իր վախը, իր պրոբլեմները, խնդիրները, ցավը, տառապանքը հայտնեց Աստծուն աղոթքով։ Ի վերջո խորը մարդկային հուսահատությունը արձագանքում է Աստծո սրտում կարեկցանք ցուցաբերելու պատրաստակամությամբ։
սակայն մարդը չի պահանջում ողորմություն որպես իրավունք, այլ աղերսում է այն խոնարհությամբ, եւ հենց սա է պատճառը, որ շնորհը գործում է։ Աստծո շնորհը պատճառ է դառնում, որ գործում է արդեն մեր հուսահատության, մեր խնդրանքի մեջ։ Երկրորդ, այն ժամանակ նրա թշնամիները կուրախանան։ 4-րդ համարը, չլինի թե թշնամիս ասի, որպեսզի Սավուղը կամ Սատանան չուրախանան իմ անկման համար, ինչ է ասում, անկումը կբավարարի, տեսեք, անկումը կբավարարի նրա թշնամու հպարտությունը եւ նա կասի. ես հաղթեցի նրան, սա իմ օրն է, ես չափազանց ուժեղ էի նրա եւ նրա Աստծո համար։ Սա կուրախացներ նրա թշնամիների չարամտությունը։ Նրանք կուրախանային, եթե ես աղոթած չլինեի, եթե ես ծնկի իջած չլինեի։ Չարը դաժան է եւ անբարտավան, սա եւս մեկ պատճառ է, թե ինչու մենք փրկության կարիք ունենք։ Ինչպես հզոր Սամսոնը, մենք մեր հակառակորդին ուշադիր աղում ենք աղոթքի ջրաղացների մեջ։ Հիշեք կարևոր բան, Աստված չի ցանկանում, որ թշնամին հաղթի իր զավակներին։ Սա ուշադիր եւս մեկ անգամ կզրկի Աստծուն փառքից եւ չարին առիթ կտա պարծենալուց։ Գիտեք ինչ օրհնություն է, որ մեր փրկությունը եւ Աստծո փառքը այնքան սերտորեն են միահյուսված, որ մեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուսի։ Մտածել եք այս մասին, կուզեմ մի անգամ էլ կրկնեմ։ Ինչ օրհնություն է մեր փրկությունը եւ Աստծո փառքը, որ միահյուսված են իրար հետ, որը մեկը առանց մեկի չի կարող ունենալ։ Այսինքն, եթե մենք կոնկրետ գոյություն չունենանք, լավ, սենց ասեմ, Աստված որտեղ պետք է փառավորվեր, եթե երկնքում մինչև այդ կային Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, ինչ իրանք մեկը մեկու հանդեպ պետք է իր փառքը ցույց տային։ Այստեղ է երևում Աստծո փառքը իր հաղթության մեջ, իր զավակներին օգնելու եւ իր զավակներին ամեն իրավիճակից հանելու մեջ ինքը այդ է փառավորվում է, որտեղ մենք փառք ենք տալիս Աստծուն։ Փրկիչ Հիսուս Քրիստոսը մեր Աստվածը իսկապես կհարվածի մեր բոլոր թշնամիներին եւ նույնիսկ եթե որոշ ժամանակով մենք դարձել ենք նրանց ծաղրի առարկան, կգա այն օրը, երբ ամոթը կընկնի ծաղրողների գլխին, իսկ արհամարանքը կուղղվի նրանց դեմ, ովքեր իսկապես արժանի են դրան։ Եվ ինչ կատարվեց Դավթի աղոթքից հետո, ինչ փոփոխություն եղավ, փոթորիկը հանդարտվեց, արդեն երգելու ժամն է, արդեն ցնծալու, փառաբանելու, Աստծուն փառք տալու ժամն է, Աստծո ողորմությունը այնքան մխիթարեց խեղճ Դավթին, որ նա սկսեց երգել, 5 համար եկեք կարդանք, բայց ես քո ողորմությանը հուսացի, իմ սիրտը քո փրկությամբ է ցնծալու։ Դավթի տառապանքները վերածվեց աղոթքի, իսկ աղոթքը վերածվեց Տիրոջ գովասանքի։ Ինչ ապշեցուցիչ փոփոխություն է տեղի ունենում այս մի քանի տողերի մեջ։ Սաղմոսի սկզբում մենք տեսնում ենք Դավթի հուսահատված, կոտրված վիճակը, բայց վերջում նա ուրախանում է Տիրոջով, բարձրացնում է Տիրոջը եւ լցվում գովասանքով։ Եթե մենք քիչ առաջ տքնում ենք Դավթի հետ, հիմա եկեք պարենք նրա հետ, երգենք Դավթի հետ։ Նրա սիրտը հաճախ էր տխրում, բայց նրա քնարը վերջում ավելի շատ էր նվագում։ Իմիջիայլոց սա առաջին անգամը չէր։ Նա որոշ սաղմոսներում, եթե ուշադրություն դարձնեք, սկսում էր հառաչանքներով, բայց ավարտում էր երգելով։ Սա նման է փոթորկից հետո այդ հանգստությանը։ Մտածեք հավատի զորության, աղոթքի զորության եւ այն մասին, թե որքան լավ է մոտենալ Աստծուն։
Եթե մեր անհանգստություններն ու վշտերը բերենք շնորհի գահին եւ թողնենք այնտեղ, շուտով կմոռացվեն մեր անլուծելի խնդիրները եւ կվերածվեն ուրախության։ Այստեղ ուշադրություն դարձրեք նրա մխիթարության միջոցներին։ Ուշադրություն դարձրեք նրա մխիթարության միջոցներին։ Առաջին, Աստծո ողորմությունը նրա հավատքի հենարանն է։ Դավիթը կարծես մտածի այսպես. Դավթի մտքերը, մտնենք նրա մտքերը, նրա ներքն աշխարհի մեջ։ Իմ վշտերը շատ են ծանրեցնում ինձ, եւ ես պատրաստ եմ այն համարել ողբալի, մինչև չմտածեմ Աստծո ողորմության մասին։ Եվ գտնելով ինչ-որ բան, որին կարելի է հավատալ, ես մխիթարվում եմ, չնայած դա իմ սեփական արժանիքը չէ։ Անցյալի դժվարությունների ժամանակ ես վստահեցի քո ողորմությանը, եւ այն երբեք չհիասթափեցրեց ինձ։ Աստծո ողորմությունն ինձ ազատեց ժամանակին, եւ դրա հանդեպ իմ վստահությունը ինձ պահեց դժվարին ժամանակներում։ Նույնիսկ ամենահուսահատ վիճակներում, երբ Աստված թաքցրեց իր դեմքը ինձանից, եւ դրսից խնդիրները խեղդում էին ինձ, իսկ ներսից արցունքներս, ես վստահեցի քո ողորմությանը, եւ այն փոթորկի մեջ խարիսխի պես էր, որի օգնությամբ, չնայած բոլոր տատանումների ու փոթորիկների մեջ, ես ամուր կանգնած մնացի քո շնորհով, Տեր։ Եվ հիմա ես վստահում եմ քո ողորմությանը, ես ինձ հանձնում եմ Աստծո ողորմությանը, վստահ լինելով, որ միգուցե որոշ ժամանակ անցնում եմ դժվարությունների միջով, բայց վերջում պիտի երգեմ ու ողջ փառքը տամ ողորմած Աստծուն։ Ահա սա էր Դավիթի ուրախության երգը։ Եվ սա այն է, ինչի մասին Դավիթը աղոթում է գիտակցելով, որից Տերը հաճույք է ստանում։ Այո, Տերը հաճույք է ստանում այն մարդուց, ով հույսը դնում է Տիրոջ վրա։ Սաղմոս 147:11 այսպես է գրում. Տերը հավանում է իրենից ակնածողներին, նրանց, որ իրենց հույսը իր ողորմության վրա են դրել։ Ահա թե որտեղ են այս աշխարհը, մեղսալի աշխարհը, ինչքան ողբալի վիճակում է գտնվում, եւ նա հույսը դնում է ուրիշների վրա։ Ինչ է ասում, վայ այն մարդուն, որ մեկը հույսը կդնի մարդու վրա, ակնկալիքը կլինի այդ մարդուց, այլ ոչ թե Աստծուց։ Միգուցե ստանաս։ Տերը չի ասում, այո, դու ինչ-որ մի բան կակնկալես, մեկից չես ստանա, չի ստացվի, բժիշկը քեզ չի բուժի։ Այո, երբեմն Տերը, անգամ եթե մենք նրան չդիմենք, նա իր ողորմությունը ցույց կտա։ Այո, երբեմն լինում է, բայց որքան գեղեցիկ է եւ որքան արդար է եւ որքան վստահություն կա նրա մեջ, երբ որ մենք ամեն ինչի մեջ մեր հույսը դնում ենք Աստծո վրա։ Եվ մենք աշխարհիկների պես չենք մտածում, աշխարհիկների համար վերջին հույսը Աստված է, իսկ մեր հավատացյալներիս համար միակ հույսն է Աստված, միակ հույսը, նա մեր վերջինը չի։ Մենք ամեն ինչի մեջ պետք է փնտրենք Տիրոջ երեսը։ Չնայած այն բանի, որ Դավիթը տագնապած էր վշտերի մեջ, բայց երկար տարիներ նա վստահում էր Տիրոջը, որպես իր ապաստանի եւ ամրոցի, եւ նա մինչեւ վերջ ուրախացավ այս հզոր ամրոցի պատերի ներսում։ Նա վստահ էր իր հավատքի մեջ եւ նրա հավատքը նրան վստահություն էր տալիս։ Եվ եթե նա կասկածեր իր հույսի իրականությանը, կփակեր ամենամեծ պատուհաններից մեկը, որի միջոցով շողում էր ողորմության արևը։ Հիշեք, սիրտը երբեք չի կասկածում հավատքի իրականությանը, քանի դեռ հավատքը ակտիվ է, իսկ պասիվ հավատքը լցված է կասկածներով, որը կկործանի նրան։ Հարց. Եթե մենք նույնպես հետևենք Դավթի օրինակին եւ կառչենք Աստծո հանդեպ հավատից, ինչպիսի կյանք կունենանք, ինչպիսի կյանքի կհանդիպենք, մտորեք ձեր մեջ։ Լսել եք այն մեղեդին, որի հավատքը երգում է Դավթի սրտում։
Իմ սիրտը քո փրկությամբ է ցնծալու։ Ինչ քաղցր է մեղեդին, երբ հոսում է ուրախ սրտից։ Եվ այս ուրախ սիրտը միայն կարող է լինել այն պարագայում, երբ որ այդ սիրտը ամբողջությամբ, անկեղծությամբ նվիրված է եւ վստահում է Աստծո ողորմությանը եւ իր միակ հույսը Աստված է։ Երկրորդ մխիթարության միջոցը Աստծո ողորմության հանդեպ հավատը լցրեց Սաղմոս 2-ի սիրտը ուրախությամբ եւ նա ուրախացավ նրա փրկությամբ։ Ուրախությունն ու խաղաղությունը գալիս են հավատից։ Հռոմեացիների 15-րդ գլուխ 13 համարը այսպես է ասում. «Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ եւ խաղաղությամբ լցնի», ուշադիր, հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։ Նորից Աստծո ողորմության հանդեպ հավատը լցրեց Դավթի սիրտը ուրախությամբ, հավատը լցրեց Դավթի սիրտը ուրախությամբ։ Եվ Պողոսը հենց դա է ասում, որ մեր ուրախությունը հավատից է գալիս։ Հավատալով նրան դու ուրախանում ես, 1 Պետրոս 1:8, որին չտեսած սիրում ենք, որին հավատացինք, թեև այժմ չեք տեսնում եւ ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ։ Այսինքն մենք ո՞նց ուրախանանք։ Հավատն է քեզ տալիս այդ ուրախությունը, թեպետ դու չես տեսել, բայց դու հավատը քեզ տալիս այդ ուրախությունը, որ դու ընթանաս քո այս պանդխտության ճանապարհը։ Այո, ճշմարիտ հավատը լցված է ուրախությամբ, եւ ինչպես Պողոսը կասեր Հռոմեացիների 8-րդ գլուխ 18 համարում, գալիք փառքի դիմաց այս կյանքի նեղությունները ոչինչ են։ Աստծո ողորմությանը վստահելով Դավիթը լիովին վստահ է դառնում փրկության մեջ, եւ որ իր սիրտը, որը մինչև այդ ցերեկ ու գիշեր տխրում էր, հիմա կուրախանա նրա փրկությամբ։ Թեև արցունքները երկար են հոսել, բայց ուրախությունը վերադառնում է։ Լսել եք այն մեղեդին, որը հավատքը երգում է Դավթի սրտում։ Հասկացողության զանգերը ղողանջում են։ Իմ սիրտը քո փրկությամբ է ցնծալու։ Դավթի ներքին աշխարհը լցվում է ուրախությամբ, բայց սա ամենը չէ։ Հիմա Դավթի ներքին ուրախությանը միանում է լեզուն եւ երգում է Տիրոջը, 6-րդ համարը։ Երգելու եմ Տիրոջը, քանի որ ինձ հետ գթառատ վարվեց։ Եվ տեսնում ենք նրա մխիթարության երրորդ միջոցը։ Աստծո փրկության ուրախությունը նրա բերանը կլցնի գովասանքի երգով, երգելու եմ Տիրոջը։ Սաղմոսն ավարտվում է ուրախության երգով, որը հերքում է սկզբում արտահայտված կասկածը. մինչև երբ Տեր, հավիտյան։ Եթե ուշադիր նայենք, մենք այստեղ կտեսնենք 3 տարբեր ժամանակ։ Առաջին երկու համարները, որը գանգատ էր, դա ավելի վաղ էր։ Հետո տեսնում ենք Դավթի աղոթքը որոշ ժամանակ անց, որից հետո տեսնում ենք, որ արդեն Տերը հանել է իրեն այդ վիճակից, եւ նա արդեն երգում ու փառաբանում է Տիրոջը։ Եվ հիմա Դավթի հարցը նորից կրկնեմ եւ մեր կիրառման սկիզբ դնեմ եւ ավարտենք։ Ով Տեր, մինչև երբ։ Ով Տեր, մինչև երբ, եւ պատասխանն է Տիրոջ։ Դավիթ, մինչև որ կհասկանաս, մինչև որ կվստահես ու կհավատաս ինձ, ու երբ որ կլսեմ քո աղոթքը, մինչև այդ ժամանակ։ Եկեք կիրառության անցնենք եւ ավարտենք։ Կուզեմ մեր կիրառության համար տալ ձեզ աղոթքի կարևոր թեմաներ, եւ որը կուզեմ եւ կխնդրեմ, որ հիշեք եւ կիրառեք ձեր ամբողջ կյանքում։ Առաջին հիշեք, քանի դեռ չենք միացել մեր Տիրոջը եւ ապրում ենք այս աշխարհի վրա, մենք կունենանք անհաշվելի խնդիրներ։ Դրանք կլինեն տարբեր տեսքով՝ հիվանդություն, չարի հարձակում, ֆինանսական ճգնաժամ, աշխատանքի վայրում խնդիրներ, ավետարանի քարոզման համար վիրավորանքներ եւ այլ դժվարություններ, եւ գրեթե առաջին հայացքից չլուծվող հարցեր։
բայց դու ամեն իրավիճակների մեջ ինքնուրույն մի որոշիր հարցերդ լուծում տալ։ Միգուցե մեկը լուծես, բայց մեկից ելնելով մյուսի մեջ կընկնես, կամ սխալ կլուծես և քեզ կվնասես, այլ ամեն իրավիճակում դիմիր Տիրոջը աղոթքով։ Երկրորդ, երբ ընկնում ես վշտերի մեջ, մի խռովիր հոգումդ և ասա. Տեր, մինչև երբ։ Մի տրտմիր սրտումդ և մտածիր, որ Տերը չի տեսնում, չի լսում, կամ իր պետքը չի, թե ինչ է կատարվում քո հետ։ Ճշմարիտ հավատացյալ հիշիր, որ նա քեզ հավիտենական սիրով է սիրում և այնքան է քեզ սիրում, որ մահացավ հենց քեզ համար։ Քո ցավը նրա ցավն է, քո լացը նրա արցունքն է։ Նա անհամբեր սպասում է, որ վստահելով նրան գաս աղոթքով նրա առջև և հավատաս, որ նա կլուծի ցանկացած քո խնդիրը։ Ես ինքս տկարս, եթե իմ երեխան լացով գա մոտս և իմ օգնության կարիքն ունենա, ես ամեն հնարավոր բան կանեմ նրա համար, քունս չի տանի, մինչև իմ երեխու հարցերը չլուծեմ ու տեսնեմ նրան ուրախ և վստահ եմ նույնը նաև դուք կանեք։ Նույն է և էլ ավելի Աստծո պարագայում, երբ մենք մեր ցավը ներկայացնենք Տիրոջը, նա անհապաղ կլուծի մեր հարցերը, եթե վստահենք ու մեր սիրտը անկեղծ հավատա նրան։ Երրորդ, աղոթք արա հավատքիդ համար։ Աղոթիր, որ փորձության մեջ չընկնես։ Ոչ թե որ փորձություն չգա, ոչ փորձությունները միշտ կգան, այլ որ փորձության ժամանակ չընկնես, չմեղանչես։ Այսինքն մինչև փորձություն գալը աղոթիր, որ փորձության ժամանակ պատրաստ լինես հավատով ընթանալու, աղոթիր, որ փորձությունը չկոտրի քո հավատը և մեղանչես Աստծո դեմ, այսինքն վստահությունդ կորցնես Աստծո նկատմամբ։ Աղոթիր, որ Տերը հավատքդ ամուր պահի։ Մանանեխի հատիկի չափ հավատ ունեցողը լեռների մեծությունից չի վախենում։ Աղոթիր, որ հոգուտ աչքերը լուսավորվեն։ Հիշում եք 4 թագավորացից մի մեջբերում անեմ, երբ սիրիական բանակը գալիս էր բռնելու Եղիսեին, նրա ծառան խառնվել էր իրար, և Եղիսեին կոչ էր անում փախնելու, բայց Եղիսեն աղոթք արեց ու ասաց. աղոթում եմ քեզ Տեր, բաց արա սրա աչքերը, որպեսզի տեսնեմ, իր ծառայի օգնականի, և Տերը բացեց ու ինչ տեսավ, հիշում եք։ Տեսավ հրեշտակների գունդը, որ Տերը դրել էր իրեն սիրողների պաշտպանության համար, 4 թագավորաց 6-րդ գլուխ 17 համարը։ Հոգու աչքերը քեզ կօգնեն տեսնես այն, ինչը կողքինդ չի տեսնում։ Հոգու աչքերը կհավատան նրան, ինչը անհավատի համար անհնար է։ Իսկ եթե զգում ես, որ չունես այս ճշմարիտ հավատը, որը վստահում է Հիսուսին, ապա խնդրիր հենց իրենից խնդրիր նրան անկեղծ սրտով, և նա քեզ կտա այդ անկոտրուն հավատը, չէ որ նա է հավատը բաշխողը։ Չորրորդ, տարօրինակ թող չթվա, բայց աղոթք արա աղոթքիդ համար։ Աղոթք արա աղոթքիդ համար։ Աղոթիր Աստծուն, որ ամեն իրավիճակներում իր Սուրբ Հոգով առաջնորդի քեզ աղոթքի։ Քո աղոթքի որակը ցույց է տալիս քո ներքին հավատքի առկայությունը։ Հիսուսը երբ ասաց Ղուկաս 18-րդ գլուխ 8 համարում, մեջբերում Հիսուսի խոսքերից, սակայն երբ մարդու որդին գա, երկրի վրա արդյոք հավատ կգտնի։ Նա նկատի ուներ ասելով, երբ որ մարդու որդին գա երկրի վրա, արդյոք կգտնի աղոթողներ, աղոթքին նվիրյալներ, Աստծուն ամեն իրավիճակում վստահող աղոթքի շուրթեր, թե խնդիրները ավելի զորավոր կլինեն, քան մեր հավատքը, թե մեր պրոբլեմները ավելի մեծ կլինեն, քան մեր հավատքը։ Ոչ, աղոթք արա, որ աղոթքդ անընդհատ Տերը քեզ առաջնորդի աղոթքի մեջ։
Եվ հինգերորդ, երբ խնդիրների մեջ տեսնում ես նրա ողորմությունը, հարցերիդ լուծումը մի մոռացիր շնորհակալություն հայտնել նրան։ Հաճախ է պատահում, երբ հավատացյալները Տիրոջ ողորմությունը չեն նկատում, եւ սա եւս վիրավորանք է նրան։ Մոռանում են, որ Տերը նրանց հանեց այդ վիճակից։ Այո, Դավթի նման փառաբանիր, երգիր եւ ուրախացիր նրա ողորմությամբ։ Մեծարիր ու պատմիր ուրիշներին էլ նրա մեծության ու ողորմության մասին, ինչպես Դավիթը, որը մոտ 3000 տարիներ հարյուրավոր սերունդների պատմում է Տիրոջ ողորմությունների մասին։ Աղոթք արեք եւ կիրառողներ եղեք ձեր կյանքի մեջ եւ կտեսնեք Տիրոջ ողորմությունը, կտեսնեք Տիրոջ օգնությունը ձեր ամեն իրավիճակի մեջ։ Թող շնորհավոր լինի մեր գալիք նոր տարին, եկեք աղոթքով ավարտենք։ Տեր Աստված, փառք ենք տալիս քեզ, Տեր, շնորհակալ ենք քո խոսքի համար, Տեր, որ մեզ ամեն օր մխիթարում ես, Տեր Աստված, եւ ամեն օր առաջնորդում ես քո վստահության մեջ, քո փրկության մեջ, Տեր Աստված։ Խնդրում եմ, Տեր, նախ եւ առաջ մեր քույր եղբայրների, իմ բոլորիս մեղքերի համար, որ գործեցինք մի տարի քո դեմ, Տեր Աստված։ Խնդրում ենք ների մեր գիտակից թե անգիտակից մեղքերը, Տեր։ Խնդրում ենք առաջնորդիր, որ այս գալիք տարվա մեջ ել ավելի աճենք շնորհի մեջ, ել ավելի աճենք Քրիստոսի նմանվելու մեջ։ Կարողանանք Դավթի պես, Աբրահամի պես, Պողոսի, բոլոր այն վերոհիշյալ հերոսների պես, ովքեր հավատքի մեջ են եղել եւ իրենց կյանքը նվիրել են քեզ, կարողանանք նրանց պես անկոտրում լինենք հավատքի մեջ, վստահենք միայն քեզ, Տեր Աստված։ Կարողանանք մեր օրերը ընթանալ քո խոսքին հնազանդվելով, Տեր, եւ մեր հույսը, ամբողջ հույսն ու կարողությունը, սիրտը կապեն քո հետ, եւ մեր ակնկալիքը թող լինի միայն քեզանից, Տեր։ Խնդրում եմ, Տեր Աստված, առաջնորդիր ամեն մեկիս, թող քո շնորհը երևա մեր կյանքում, թող երևա այն հավատքը, իրական հավատքը, Տեր Աստված, թող մենք ամեն անգամ մեր խնդիրները մենք բերենք միայն ու միայն քո առջև, Տեր, եւ վստահենք, որ դու կլուծես ամենահիանալի ձևով, Տեր Աստված։ Թող մեր ուրախությունը լցվի միայն քեզնով, Տեր Հիսուս։ Մենք քեզ սիրում եւ սպասում ենք։ Թող օրհնյալ լինի մեր Աստվածը։ Հյուսի անունով ենք խնդրում, թող հավիտյան փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, ամեն։